մենք լինելով քրիստոնյա ժողովուրդ, մենք տեսնում ենք, որ թե առաքելական եկեղեցին, թե բոլոր սուրբ երրորդություն, երկրպագող եւ պաշտող եկեղեցիները առաջնորդվում են հողարկավորության ժամանակ Աստծո խոսքով եւ հոգեվոր երգերով։ Ես ուզում եմ կարդալ Հոբի գրքից, որ Հոբ երանելին խոսքեր ասեց իր տառապանքների ժամանակ։ Կնոջ մեջ ծնված մարդը կարճ կյանք ունի, որ թշվառությունով լեցուն է։ Նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քուքովդ է, դու նրան սահման դրեցիր, ու նա չի կարող անդին անցնել։ Այս խոսքերը, սիրելիներ, շատ հստակ է եւ սրան պետք է հավատալ, որ յուրաքանչյուր մարդու կյանք որոշված է Աստծո կողմից, կարծես թե մի սահմանադրված, որ մարդը կներեք 5 րոպե շուտ չի կարա մեռնի, ոչ էլ 5 րոպե ուշ կարա մեռնի։ Որովհետև մեզ ստեղծող, երկինք տարածող Աստված ինքը խոսում է մեր հետ միասին Աստվածաշունչ Մատթեանի միջոցով։ Մենք լինելով քրիստոնյաներ, քրիստոնյա ժողովուրդ, մեր հայրերը, մեր թագավորները 301 թվականին առաջին անգամ, որ ազգերի մեջ ընդունվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, մենք բոլորս գիտենք, որ մեր հայր նախնիներն են սա ընդունել եւ 301 թվականից հետո մենք կոչվում ենք քրիստոնյա ժողովուրդ։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց ցավոք սրտի մենք շատ քրիստոնյաների մեջ չենք տեսնում Քրիստոսի նկատմամբ ճանաչելիություն ունենալը, կամ փափակ ճանաչել Քրիստոսին, կամ նրա ետևից քայլելու։ Ես այս թեմային նորից կանդրադառնամ, բայց նախ ուզում եմ, որպեսզի մի կարճ ձեզ ներկայացնեմ եսագրությունը մեր Լորիկ եղբոր, Լորիկ Սահակյան, ծնվել է Կարմիրի շրջան գյուղ Արծվաշեն 1951 թվականին, ամուսնացել է մեր զոյակույրիկի հետ 1973 թվական։ Համատեղ ապրելու ընթացքում նրանք ունեցել են 3 զավակներ՝ Ռուզանա Սահակյան, Մերի Սահակյան, Մհեր Սահակյան։ Մեր Մերի քույրիկը Հայաստանում ապրում, նրանց ժամանակը չբավարարեց, որ իրենք մեր հետ լինեն, բայց իրանց հոգին ու սիրտը մեր հետ է, իրանց պապայի համար լացում են, ողբում են եւ շատ ուրախ կլինեին, որ ստեղ լինեին մեր հետ։ Ուրեմն այդ 3 երեխաներից ծնվել են 7 թոռներ եւ 2 ծոր սիրելի քույրեղբայրներ։ 2000 թվականի ձմռանը տեղափոխվել է դեպի Իսպանիա։ Ինքը 1997 թվականի ամռանը ընդունել է Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր ու Փրկիչ Աբովյան քաղաքում եւ 98 թվականին ջրով մկրտվել է Աստծո հետ անելով ուխտ։ Եվ 2000 թվականին տեղափոխվելով Իսպանիա, սիրելիներ, մենք հանդիպել ենք Լորիկ եղբոր հետ 2003 թվականին մոտավորապես եւ մինչեւ հիմա միասին ծառայել ենք Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցում։ Ես ուզում եմ ասել, որ մեր Լորիկ եղբայրը Աստծո կողմից ուներ տեսիլքների պարգև։ Մի փոքրիկ իր տեսիլքներից ուզում եմ հիշեմ եւ փոխանցեմ ձեզ։ 12-13 թվականներն էր, մենք երկուսովս ծանր հիվանդ էինք, երկուսը մահացու հիվանդության մեջ էինք։ Եվ եղբայրը աղոթքի ժամանակ տեսիլք է տեսնում, որ ես ու ինքը միասին երկնքում ենք։
եւ մեզ ընդառաջ է գալիս Մարսելից մի երիտասարդ եղբայր ունեինք Ջիվան անունով, գալիս է դեպի մեզի, ուրախությամբ մեզի ընդունումը եւ ասում աշոտ եղբայր, պտտվեցիր ինձ ասեցիր, Լորիկ եղբայր, Հիսուսին չես տեսնում, ասեցի չէ ուր է, ասեցիր հենա, վերև նայ, եւ ասում է երբ որ վերև նայեցի, տեսա Հիսուսը գալիս է դեպի մեզ, մոտիկացավ մեզ եւ ասեց, ինչի եք եկել, ձեր ժամանակը չի, հետ գնացեք, ես ձեր հետ գործ ունեմ անելու։ Անցավ մոտավորապես 12-13 տարի եւ մեր Լորիկ եղբայրը տեղափոխվեց հիմնական իր բնակավայրը դեպի երկինք։ Ինչի համար ենք մենք հավատում, որ բոլոր քրիստոնյաները, ովքեր որ ընդունում են եւ հնազանդվում են ավետարանին, ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր ու Փրկիչ, նրանք սիրելիներ, իրանց երկրավոր կյանքի ավարտից հետո տեղափոխվում են երկինք։ Եվ չեմ ուզենա ժամանակի առումով ավելի մանրակրկիտ ձեզ ներկայացնել, թե ինչ տեղի ունեցավ վերջին օրը, վերջին գիշերը, որ մեր Լորիկ եղբայրը տեղափոխվեց երկինք, բայց կարծես թե Աստծո հրաման կար, որ պետք է մենք հավաքվեինք միասին, նրա համար աղոթք կանեինք, որ նա գնար երկինք։ Այդ աղոթքից ընդամենը մոտ 2 ժամ հետո մեր եղբայրը տեղափոխվեց երկինք։ Գիտեք, մենք այսօր բոլորս էլ լինելով հարազատներ, ընտանիքի անդամներ, քույր եղբայրներ, հարևաններ, ընկերներ, մեր սիրտը շատ է ցավում, իմ սիրտը շատ է ցավում, իմ կողքից մի հզոր լավ եղբայր գնաց։ Բայց ես իմ հոգու մեջ ուրախություն ունեմ, որովհետև յուրաքանչյուր մարդ պիտի այս աշխարհից գնա սիրելիներ, բայց հարցը նրանումն է, ուր պիտի գնա։ Այսօր շատերը չեն կարողանում հավատալ, որ մայից հետո կա կյանք, բայց ուզենք թե չուզենք դա կա, որովհետև Աստված էլ ապացուցեց, երբ որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին ուղարկեց աշխարհ, ինքը եկավ հոր կամքը կատարելու երկրի վրա եւ ինքը բորոտներին մաքրեց, ավետարանը աղքատներին քարոզեց, դիվահարներին ազատագրություն տվեց, հիվանդներին բժշկեց եւ ասեց. երանելի են նրանք, ովքեր որ Տիրոջ անունով կննջեն։ Սիրելի քույր եղբայրներ, սիրելի հարազատներ, բարեկամներ, այսօրվա օրը ես կարծում եմ, որ շատերիս մեջ տպավորվելու է եւ շատ անգամներ մենք հիշելու ենք այս խոսքերը, ինչը որ խոսվում է ննջեցյալների հողարկավորության ժամանակ։ Հիսուս ինքը լինելով Աստված Աստծո որդի մարմին հագավ, որպեսզի մեր մեղքերը իր վրա վերցնի։ Եվ նրանք, ովքեր որ հավատում են եւ իրանց բոլոր մեղքերը գիտակցում են, զղջում են, խոստովանում են Աստծուն իրենց հանցանքներն ու մեղքերը եւ ապաշխարում են Աստված բոլորին ներում է։ Չկա այդպիսի մարդ, չկա այդպիսի մեղք, որ Աստված չների, քանի դեռ մարդը անհավատության մեջ է ապրել։ Այսօր ես մեր Լորիկ եղբոր կողմից ստեղ կոչ եմ անում բոլորին, ապաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք, որովհետեւ ժամանակը լրացել է եւ երկնային արքայությունը ձեզի մոտիկացել է։ Մենք որ նայում ենք Աստվածաշունչ Մատթեանին, սիրելիներ, այսօր շատ թերի մտքեր կան, որոնք որ շատ տարբեր հավատքներ խոսում են դրա վրայով, թե մարդը չգիտեմ ինչից առաջացել, բայց Աստվածաշունչ Մատթեանը ներկայացնում է մի բան, որ Աստված երկիրն ու երկինքը ստեղծեց
երկնքում արևը, լուսինը, աստղերը, երկրի վրա էլ հողից մարդ շինեց, նրա ռնգունքներից շունչը փչեց և նա կենդանարար հոգի եղավ։ Եվ մենք գիտենք, որ մարդը մահանալուց հետո մարմինը թողնում է և ինքը հոգով նորից մարմին հագած, արդեն ուրիշ մարմին հագած, կանգնելու է Աստծու առաջ և իր մարմնի մեջ եղած ժամանակներում թե բարի, թե չարը գործածի համար պիտի պատասխան տա։ Գիտեք, սիրելիներ, միգուցե շատերն են առանց հավատալու այս բաներին մահացել ու տեղափոխվել հավիտենություն, բայց իրանք իրանց աչքերով տեսել են, որ երկրի վրա ինչ որ գրված է եղել Աստվածաշնչում, ինչ որ քարոզել են հավատացյալները, այս ամեն բաները ճշմարտություն են։ Աստված ամեն կերպ հայտարարում է, որ ես կամ, ուղարկեց իր որդի Հիսուս Քրիստոսին, որպեսզի հայտնի, որ երկնքում Աստված կա, և ինքը ցանկանում է աշխարհ մտած յուրաքանչյուր մարդ ապաշխարի, ընդունի Հիսուս զոհը, որպեսզի հավիտենական կյանք ունենա։ Բոլոր տեղերում քարոզվում է սրա մասին, բայց սատանան ինքը միշտ ծածկում է իր գոյության մասին, ամեն կերպ ուզում է մարդկանց մեջ մի բան փոխանցել, որ չկա սատանա։ Ինչի համար, որովհետև նրա գործերը չար են ու խավար, նրա գործերը մատակարարվում են մարդկանց, և մենք այսօր, հենց այս մեր ժամանակաշրջանում, տեսնում ենք, թե ինչ ահավոր իրավիճակներ կան երկրի վրա, ինչպիսի մահտարաժամներ, սովեր, երկրաշարժներ, պատերազմներ, և շուտով ավետարանը ներկայացնում է մի շատ հզոր համաշխարհային պատերազմ, որ այդ պատերազմի ժամանակ մոտ 2 միլիարդ 100 միլիոն մարդիկ են մահանալու։ Անգամ թաղողներ չեն լինելու երկրի վրա։ Ուղղակի մեծ փոսեր են փորելու և տեխնիկաներով տանելու են, լցնեն այդ մարդկանց մարմինները թողերի մեջ և ծածկեն փողով, սիրելիներ։ Մենք այսօր խաղաղության մեջ ենք ապրում, և մենք այսօր նորիկ եղբորը խաղաղությամբ տանում ենք հանձնենք հողին։ Ինչպես Աստված Ադամի համար Եդեմի պարտեզը ստեղծեց և ասեց, որպեսզի ինքը ապրի այդ դրախտի մեջ, բայց այդ դրախտի կենտրոնում կանգնեցվեց կյանքի կենաց ծառը և մահվան ծառը, իմաստնության և գիտության ծառը։ Եվ Աստված ասեց Ադամին, այս ծառից չուտես, որ օրը որ ուտես, պիտի մեռնես։ Անցան ժամանակներ, Աստված Ադամի վրա խորքում բերեց, և նրա կողի ոսկորից Եվային ստեղծեց, պատրաստեց և բերեց դեպի Ադամը և ասեց, ահա սա քո կինն է։ Սիրելիներ, և մենք գիտենք, որ օձը խոսեց Եվայի հետ սատանայի ներգործությունով և խաբեց Եվային, թե որ ուտեք, ոչ թե կմեռնեք, հապա աստվածների պես կլինեք։ Եվ Եվային դա շատ աստվածների նման լինի։ Եվային շատ դուր եկավ, որ Աստծուց անկախ ապրի։ Եվ վերցրեց ու կերավ այդ պտուղից և իր ամուսնուն Ադամին տվեց։ Եվ Աստված նրանց վտարեց Եդեմի պարտեզից, որովհետև պիղծ բան սուրբ վայրում չի կարող ապրել։ Եվ ոչ մի պիղծ բան երկինք չի։
չի կարող մտնել սիրելի քույր եղբայրներ։ Եվ այդ մեղքի պատճառով, հավիտենական դատաստանի պատճառով Քրիստոս, որ երկինքների երկինք անոր չի կարող իր մեջ պարունակել, ինքը մարմին հագավ, եկավ երկրի վրա, եկավ հրյա ժողովրդի մեջ, գրված է, որ իրեններին եկավ, բայց իրենները զինք չընդունեցին, բայց նրանք, ովքեր որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տրվեցավ Աստծո որդիներ կոչվելու։ Ես սրա համար փառք եմ տալիս Աստծուն, որովհետև մենք մեր հայ ժողովրդի մեջ եւ ամբողջ աշխարհով մեկ շատ քրիստոնյաներ, մուսուլմաններ, տարբեր ազգերից, տարբեր լեզուներից այսօր ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր ու Կրկիչ եւ գնում են երկինք։ Հայտնության գրքի մեջ Ավետարանը ցույց է տալիս, երբ որ Աստված հոգիով Հովհաննես առաքյալին տարավ երկինք, ինքը երկնքում մի բան տեսավ, որ շատ մեծ բազմություն, բոլոր ազգերից, բոլոր լեզուներից, բոլոր հավատքներից, որ ճերմակ հանդերձներ հագած եւ իրեն ձեռքներին արմավենիներ կանգնած Աստծո առջև օր ու գիշեր նրանք փառավորեին։ Սիրելիներ, ես ապրել եմ 33 տարի անհավատ կյանք եւ այդ անհավատ կյանքի մեջ կասեմ, որ 33 տարի սատանան ինձի խաբելա ու տանջելա։ Բայց երբ որ ես հանդիպեցի Հիսուս Քրիստոսին, իմ կյանքը լիարժեք փոխվեց։ Ես այդ ժամանակ Ամերիկայում էի ապրում, Ամերիկայի բանտում էի հանցագործության պատճառով։ Բայց Հիսուսը չի նայում հանցագործը, մարդասպանը, Աստծուն հայոյողը, անհավատը, Աստված ամեն կերպ ուզում է, որպեսզի մոտիկանա մեզի։ Հավատացեք, այսօր ձեզի մոտիկացել է Աստված, եւ այս խոսքերի միջոցով ձեզ ուզում է արթնացնել, սիրելի հայ ժողովուրդ։ Ուզում է, որպեսզի մենք բոլորս էլ նորից մի պահ կանգ առնենք մեր ճանապարհից, մեր ընթացքներից, մեր խառնաշփոթ վազքից եւ նայենք, տեսնենք, ինչի համար 2000 տարի առաջ Աստված իր ամյացին որդուն ուղարկեց, որպեսզի աշխարհի բոլոր մարդկանց մեղքի իրավերա վերցնի, որպեսզի նրան, ովքեր որ կհավատան եւ կխոնարհվեն, հավիտենական կյանք ունենան։ Այսօր մեր ժողովրդի հետ, հայ ժողովրդի հետ, հավատացյալ իսպանացիների հետ, օտար ազգի ժողովրդի հետ, երբ որ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, քրիստոնյա ժողովուրդը ասում են, որ մենք հավատում ենք, որ ինքը Աստված է։ Դա շատ լավ է, որ մենք հավատում ենք, որ ինքն Աստված է։ Բայց Ավետարանում գրված է երկու համար։ Ես ուզում եմ ձեզ այդ համարները փոխանցել եւ խնդրեմ Աստծուն, որպեսզի սա լույսով ներթափանցի մեր ներսիդին։ Որովհետև այստեղ մեկը կա, որին որ դուց չի գալիս, որ մենք հիմա Աստծո մասին ենք խոսում, դա սատանան է, դա մարդկանց թշնամին է, դա Աստծո թշնամին է, որ մարդկանց մտքերը փակում է, նրանց սրտերը խավարի մեջ է դնում, որպեսզի չլինի, թե նրանք Աստծո խոսքին հավատան, լուսավորվեն եւ փրկվեն։ Իսկ Հովհաննեսը Ավետարանում ասում է. Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին ուղարկեց, որ ով որ հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եվ մի քանի համարներ հետո ասում է, ան որ որդուն կհավատա, հավիտենական կյանք ունի։ Ան որ որդին չի հնազանդվի, անիկա կյանքը չպիտի տեսնե, հապա Աստծո բարկությունը անոր վրա պետք է լինի։ Սիրելիներ, հավատալ Աստծուն, սա շատ կարևոր բան է։ Հավատալ, որ Քրիստոսն Աստված է, սա շատ կարևոր բան է։
բայց կլինի անօգուտ այս հավատքը, եթե մենք ավետարանին չենք մոտիկանում, եթե մենք ավետարանի խոսքին չենք հավատում և չենք հնազանդվում ավետարանի խոսքին։ Այսօր Աստված մեզի նորից մեկ անգամ հնարավորություն ա տվել լսելու Աստծո մասին և իր միածին որդի Հիսուս Քրիստոսի մասին, որ Պետրոս առաքյալը նրան ներկայացնում է որպես Աստծո գարը, որ մորթվեց և արյուն թափեց, և ոչ թե մենք մեր նախնիների թողնած ոսկու և արծաթի միջոցով փրկություն ունեցանք, հապա միածին գարի սուրբ արյունովը, որ նրա արյունը թափվեց Գողգոթայի խաչի վրա, աշխարհի բոլոր մարդկանց համար։ Եվ այսօր դեռ ժամանակ կա, սիրելի քույր եղբայրներ, այսօր լիա ավետարանը բոլոր հայերի ընտանիքների մեջ, բոլոր քրիստոնյաները երբ որ ուզենան ավետարան ունենան Հիսուսի մասին լսելու կամ կարդալու, դրանց շատ կարճ ժամանակ ա պետք, որ նրանք ձեռք բերեն այդ գիրքը։ Շատ եկեղեցիներ կան, որ մենք կարող ենք հաճախել և լսել կենդանի Աստծո մասին, նրա կամքի մասին և մարդու մասին, որ Աստված որոշել է օրեր և ժամանակներ, ազգեր և լեզուներ, որպեսզի խարխափելով Աստծուն փնտրեն, սիրելիներ։ Դրա համար Հիսուսն ասեց, որ պիտի գան օրեր, ես ուզում եմ կարդալ այդ համարը, ժողովուրդ ճանաչված է Հովանու ավետարան 5:25-ից, ճշմարիտ կսեմ ձեզի, թե ժամանակ պիտի գա, և հիմա էլ է, երբ մեղրները պիտի լսեն Աստծո որդու ձայնը, և անուն որ լսեն, պիտի ապրեն, որովհետև ինչպես հայրը իր անձի մեջ կյանք ունի, այնպես էլ որդին տվեց, որ իր անձի մեջ կյանք ունենա, և դատաստան ընելու իշխանություն է տվավ անոր, քանզի անիկա որդի մարդու է։ Ճշմարիտ կսեմ ձեզի, պիտի օրեր գան, և պիտի գա այդ օրը, որ բոլոր ննջեցյալները պիտի լսեն Աստծո որդու ձայնը, և նրանք ովքեր որ լսեն, Դանիել մարգարեն ասում է, որ պիտի գերեզմաները բացվի և բոլոր մեղրները հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի ուրախության համար, ոմանք էլ հավիտենական անարգանքի և տառապանքի համար։ Սերներ, այսօր մեր առջև դրված է ընտրություն, որն եմ ընտրում ես, այս երկրավոր պանդխտության օրերը Աստվածաշունչն ասում է 70 տարի զորությունով 80 տարի, և մենք տեսնում ենք նորիկ եղբայրը դեռ 75 տարեկանը չլրացած, ինքը տեղափոխվեց երկինք։ Եթե հիմա Աստված իրան հնարավորություն տա, հարություն տա և ասի հետի, և ինչ ես ուզում քո ժողովրդին փոխանցես, ինքը մի բան կասի, ապաշխարեք, որովհետև երկնքի արդարությունը մոտիկացած է, և ավետարանին հավատացեք։ Դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, ես ձեզ Աստծո ժողովուրդ եմ ուզում համարեմ, որովհետև բոլոր քրիստոնյաների վրա Աստծո աչքը կա, նրա ականջը արդարների աղաղակին է, և իր աչքը իր սուրբերի վրա է։ Խնդրում եմ ձեզի, ժամանակը եթե շատ լիներ, ավելի երկար կխոսեինք, շատ համարներ կբերեինք ավետարանից, որոնք որ ձեզի կապացուցեին, որ Քրիստոս Աստծո որդին է, և աշխարհի միակ փրկիչը, գոյություն ունի մեկ Աստված, որի մեջ մտնում է Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Նրանք երեքը տարբեր անձեր են, բայց նրանք մեկ աստվածություն են, և հիմա իրանք այստեղ ներկա են, և այստեղ յուրաքանչյուր մարդու սիրտ քննվում է, ով ինչպես է ընդունում այս խոսքերը, որովհետև
Առակաց գրքի 4:23-ում գրված է. քո սիրտդ ամեն զգուշությունով պահիր, որովհետև քո կյանքի ելքը աղբյուրները այնտեղից է։ Եվ ավետարանում գրված է. մարդու սիրտը մանկությունից ի վեր չար ու խաբեպայ է, որ մարդուն խաբում է, մոլորեցնում է, մինչև որ հասնի իր կյանքի վերջին պահը եւ թողնի այս աշխարհը եւ գնա դաժան կրակների մեջ։ Հայտնության գրքի 21-րդ գլխում Հովհաննեսը ասում է. մեծ սպիտակ ջերմակաթոռ տեսա, նրա առջև նստած էր մեկը, որ երկինքն ու երկինքը նրա առջևից փախան ու տեղ չէին գտնվել, եւ տեսա նրանց առջև կանգնած մեծ ու փոքր մեռելներ, եւ գրքեր բացվեցին, եւ կյանքի գիրքը բացվեց, նրանք ում անունը որ գրված չգտնվեցավ այդ կյանքի գրքի մեջ, նրանք ձգվեցին կրակի լճի մեջ։ Երանի թե այսօր հավատայիք, որովհետև հետո շատ ուշալ լինելու սիրելի Աստծո ժողովուրդ։ Կգան օրեր, կփոշմանենք, բայց էլ հետադարձի ճամփա չենք ունենա։ Կուզենք գոնե 5 րոպե Աստված մեզի թույլ տա նորից մարմնի մեջ հայտնվելու, ներողություն խնդրելու, զղջալու, ապաշխարելու, որպեսզի այդ դաժան վայրի մեջ չգտնվենք։ Մի բան էլ ասեմ ու ավարտեմ։ Տարիներ առաջ մի կին, որ այս մահեր ունեցել կլինիկական, Աստված թույլ էր տվել, ինքը իջել էր դժոխք։ Ինքը դժոխքն էր տեսել, եւ որ հետ էր ուղարկել Աստված, ասել էր գնա եւ վկայի այսպիսի բաներ արտահայտել։ Ասել էր ես համաձայն եմ, եթե Աստված ինձ 80 տարի կյանք տա, 80 տարի մեր կլինեմ, փողոցներում ապրեմ, ծառների տակ, քարանձավներում, օրվա հացին կարոտ լինեմ, բայց մի րոպե դժոխքում չլինեմ։ Հավատացեք ժողովուրդ, սա ճշմարտություն է։ Չլինի թե մեզանից մեկը մահից հետո այս բանը տեսնի, որովհետև Աստված մեզի հոգի եւ խիղճ ա տվել, եւ ոչ մեկ չի կարող ասել, որ Աստված չկա։ Դրա համար այսօր ժամանակն է Հիսուս Քրիստոսին ընդունելու անձնական Տեր-Փրկիչ եւ փրկվելու։ Հանդուխտներ ենք թափառական, եւ հոսոտար, աշխարհ մեզի երբեք հանգիստ չխոստանար, երկնքի մեջ լոկած ընծում, խաղաղություն, հոգով բեղում, հավետ պայծառ, հավետ սիրուն, հոն է մեր Սուրբերն համայն, ուր կկազմեն մեկ ընտանիք, արքունական, ազատ ամեն չարյած դաշան, նետեր եմ բյուր, հոնուր կենած գետ կհոսի, վճիտ մաքուր, հոն է մեր Հոն
մարդուն ընտրյալ մարդուն ուր բնության ակունքներ են բխի բերկրանք ու պաշտվի բարձրյալ Աստված հոգով համար հոն է մեր տուն հոն է մեր տուն տուն է մեր վեր ու մնայուն հոն է մեր տուն հոն է մեր տուն հավետ պայծառ հավետ սիրուն երկինքն է մեր հայրենիքը հազար դրախտ հազար երանք ծառու ծաղկունք Եդեմ ազարդ Դյու թրջնոցուր է շնակացեք Տալով ողջույն Կգեղեն անմահությունը Սուրբերում